Տեսեք, Հայաստանում քաղբանտարկյալների թիվը գնալով ավելանում է եւ Նարեկը եւ Վազգենն էլ 3 ամսով նրանց կալանքը երկարաձգվեց, ինչ կարող եք ասել այս ամենի հետ կապված։ Ես իմ բողոքի ակցիան եմ ուզում հայտարարել բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ իշխանական բռնաճնշումների դեմ եւ ուզում եմ հնարավորինս արդարադատությունը շուտ գործի, այդ թվում այսօր առողջական կյանքի վտանգի առաջ է կանգնած Սամսոնյան Նարեկը հացադուլի հետ պահված ու հույս ունեմ մեր այս ակցիաներով, ակտիվ պայքարներով կփորձենք հասնել արդարության, գոնե նմանատիպ այս բիրտ մեջոցներով չփորձեն բռնաճնշումների ենթարկել։ Ոչ միայն Նարեկին, այլ բոլոր քաղբանտարկյալներին։ Տեսեք, ինչպես ես շեշտեցի, սա առաջին անգամ չէ, տարբեր ակցիաներ են տեղի ունեցել, բայց դեռևս կարծես թե անարձագանք։ Դուք ասում եք, այս ակցիաներով հնարավոր կլինի արդարության հասնել։ Արդյոք այդպես է։ Գիտեք ինչ կա, եթե նույնիսկ արդարություն չհասնենք, գոնե մենք պիտի ցույց տանք, որ ընդդիմանում ենք ու պիտի չհամակերպված շարունակենք էլի մեր կյանքով ապրելը, որտեղ նման ակցիաները, նման պիկետները եւ այլն որոշակի զգոնություն են մտցնում, որ ոչ ոք միայնակ չէ եւ անտեսված չէ։ Սրանով այս ակցիաներով նաեւ մեր ընկերներին ցույց ենք տալիս, որ թեկուզ դրսից մենք իրենց կողքին ենք եւ կլինենք միշտ։ Շնորհակալություն։